Ես Աստծուց սեր խնդրեցի, Աստված փորձություններ ուղարկեց։ Սուրբ նահատակները ինչ էին խնդրում, ուզում էին հանուն Տիրոջ նահատակվել։ Եվ ոչ թե փորձությունների վերացում են խնդրում, այլ համբերություն են խնդրում։ Համբերություն, այն համբերողություն, որպեսզի կարողանան այդ փորձությունների մեջ դիմանալ։ Սերը այրվելու հատկություն ունի, սերը զոհաբերությունը։ Ավելի մեծ սեր չկա, քան մեկ իր կյանքը զոհաբերի իր բարեկամի համար։ Սեր ուզում ենք զոհաբերվի, այրվի։ Հա? Եթե մենք ուզում ենք Տիրոջ սերը մեր մեջ լինի, մենք պետք է կյանքի փորձառությամբ հասունացնենք այդ սիրո զոհաբերությունը։ Եթե ինձ սիրում եք, իմ պատվիրանները կպահեք։ Բայց պատվիրանապահությունը դա սիրո սկիզբն է։ Սիրո ավարտը զոհաբերությունն է, նահատակությունը հանուն Քրիստոսի։ Պատվիրանապահություններով սկսում ենք, համբերատարությամբ զինվում ենք, հա, ու ընթացք ենք ունեցում։ Տեսնեք, քարը երբ որ սարի գագաթից գցում է, սկզբում ինչքան դանդաղ է գնում, չէ՞։ Բայց ինչքան մի հատ գնդակ սարի գագաթից գցի, սկզբում դանդաղ է գնում, հետո գնում ուժողում վերջում շատ արագ է։ Սարի գագաթը մեր քրիստոնեական կյանքի սկիզբն է, նորադարձ քրիստոնեությունն է։ Սկզբում դանդաղ, կամաց, բայց որքան որ մոտենում աստորոտին, այսինքն կյանքի ավարտին ժամանակը ուժեղանում։ Սերը բազմապատկում է վերջում։ Հոգևոր սերը ինքը բնականon ընթացքը, հասունություն ունի, կամաց աճում է, Աստծո հանդեպ սերը, վերջում է ուժեղանում։ Տես, առաքյալները 3 տարի Քրիստոսի հետ եղան, բայց ցայթակում էին անընդհատ, մինչև որ Սուրբ Հոգին չիջավ իրենց վրա, կյանքի փորձառությունից միջով անցան, նոր պատրաստ էին նահատակության։ Հա? Կյանքի վերջում նահատակվեցին, իրենց կյանքի վերջում առաքյալներ նահատակվեցին։ Մինչև այդ շատ բազմաթիվ փորձությունների միջով անցան։ Պողոս առաքյալն ինչ ասում է 3 անգամ նավաբեկությանի ենթարկվեցի, հալածվեցի, հեթանոսներից, հրեաներից, բոլորից։ Ոչինչ չի կարող ինձ Քրիստոսի սիրուց հեռացնել, ոչ չարչարանքները, ոչ նեղությունները, ոչ հրեշտակները, որևէ արարած չի կարող ինձ Քրիստոսի սիրուց հեռացնել։ Պողոս առաքյալն դա էր ասում։ Այսինքն քրիստոնեական սերը պետք է հասունանա։ Ինչպես հասունանում է ծառը, ինչպես պտուղն է քաղցրանում, այդպես էլ քրիստոնեական սերը, Քրիստոսի հանդեպ սերը պետք է քաղցրանա։ Քայլ առ կյանքի փորձառության ընթացքում եւ վերջում է քաղցր դառնում, ամենաքաղցր պտուղը։ Վերջում ասում է նոր ընկել նոր գինի, երբ որ հնանա ճաշակիր։ Նոր գինին Քրիստոսի սերն է, երբ որ հնանում է արդեն երկար տարիների փորձառությամբ քաղցրանում, այն ժամանակ իրական ճաշակում ես դու։ Սկզբում դժվար է, նեղությունների միջով պետք է անցնես, պետք է թրծվես, պետք է փորձառություն ձեռք բերես, պետք է սովորես աղոթել քեզ, պետք է սովորի մտավոր պայքարներ պետք է ունենաս, զգայարանների խաղերին, խաբկանքներին, այս աշխարհի գայթակղությունների, փորձությունների միջով պետք է անցնես, ասինքն պետք է թրծվես։ Քո սերը պետք է անցնես ամբողջ աշխարհի ունայնությունը։ Դու պետք է մեռնես աշխարհի համար, աշխարհն էլ քեզ համար մեռնի, որ Քրիստոսի սերը քո մեջ կենթանանա։